Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր մայիսի 18։ 4 ակնկալություններ։ Աստված խոստումներ տվող և պահող Աստված է, և նա իմ սրտին խոսեց 4 բանի մասին, որոնցով իր ժողովուրդը պետք է վստահեն իրեն։ Այս ակնկալությունները հիմնված են Աստծո խոստումների վրա։ Առաջին. ակնկալեք պարգևատրվել, երբ ջանասիրաբար փնտրեք Տիրոջը։ Իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Եբրայեցիս 11:6 խոսք։ Աստված երբեք չի ուշանում, և նա գիտի, որ փորձության ժամանակ ձեզ հույսի շող և բարելուր է պետք։ Ակնկալեք, որ նա կպահի իր խոստումը և կպարգևատրի ձեզ, երբ դուք դրա կարիքն ամենաշատն ունեք։ Աստված ասում է, որ նա վարձատրում է նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են իրեն, իսկ նա չի կարող ստել։ Երկրորդ. ակնկալեք ձեր կյանքում տեսնել առաջընթացի հրաշքի ապացույցներ։ Աստծու համար ամեն ինչ հնարավոր է։ Մարկոս 10:27 խոսք։ Ես հավատում եմ անմիջական և աստիճանաբար հրաշքներին։ Աստիճանաբար հրաշքները սկսվում են անտեսանելիորեն, աննկատելիորեն և ծավալվում են քայլ առ քայլ, փոքր շնորհների միջոցով։ Ակնկալեք, որ Աստված կգործի խորհրդավոր կերպով, որոնք անտեսանելի են մարդու աչքերի համար։ Երրորդ. ակնկալեք մտնել Աստծո խոստացված հանգստի մեջ։ Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է, ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ։ Եբրայեցիս 4:9 և 11 խոսքեր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհը վերապրել է անհավանական աղետների, խնդիրների և փորձությունների մի ամբողջ հեղեղ։ Այս ամենի մեջ Տերը ուզում է, որ դուք վստահեք իրեն, որ նա ձեզ կբերի իր խոստացված հանգստի մեջ։ Աստված չի ցանկանում, որ իր զավակները ապրեն վախի և հուսահատության մեջ։ Չորրորդ. ակնկալեք, որ Սուրբ Հոգին միշտ իր տաճարում է լինելու։ Չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու։ Առաջին Կորնթացիս 6:19 խոսք։ Սուրբ Հոգին բնակվում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում։ Ամեն օրը դիմավորեք գիտակցելով, որ նա իր տաճարում է, ձեզ մխիթարելու, առաջնորդելու, խրախուսելու, օծելու և ձեր մեջ Հիսուս Քրիստոսի փառքը բացահայտելու համար։ Նա ուզում է ձեզ բերել անսասան հավատքի։ Հավատացեք այս խոստումներին և ամուր պահեք այս սպասումները, և դուք կտեսնեք Աստծո հրաշալի գործելակերպը։